Կյանքի ուղիներով հաղորդման հյուրն էր դերասանուհի Մարիամ Դավթյանը, Star News-ը հետևեց հաղորդման անոնսին։ Մարիամը Ռուսաստանում ծնվել, բայց շատ կարճ ժամանակ հետո Հայաստան է եկել։ 16 տարեկանում նա մայր է դառնում։ 2 տարի անց, սակայն բաժանվում է ամուսնուց։ Բարդություններ իհարկե եղել են, ավելի շատ կախված իմ դստեր հետ։ Գալիս էր ինձ մոտ, լացում էր, որ պապային ա կարոտում։ Պապայի մոտ էլ լացում էր, որ մամային ա կարոտում։ Ընդամենը մի քանի ամիս առաջ նա ճակատագրից մեծ հարված է ստանում։ Կյանքից հեռանում է մայրը, ում հուղարկավորությանը ներկա գտնվել չկարողացավ։ Եթե մամայիս հետ հնարավորություն լիներ հանդիպել, ես նրան առաջին հերթին կգրկեի։ Ես նրան շատ-շատ եմ սիրում ու կարոտում։ Եղիր այնպիսին, ինչպիսին կաս։ Մնացած բոլոր դերերը զբաղված են։ Օսկար Վայլդի խոսքերը մեջբերում եւ ինքն էլ իր հերթին ավելացնում է. կարևոր է նաեւ գտնել, թե որն է այս կյանքում քո ճիշտ դերը։ Որ դու ուզում ես անես, դու անպայման պետք է անես։ Հիշում ես, դու երբ որ ֆիլմ էիր նկարում, դու ասում ես պետք է անեմ, եթե ես չանեմ, ես կմեռնեմ։ Այդ երկրորդ ֆիլմում ասում ես ես պետք է անեմ, մենակ այդ լինի։ Հիշում ես, ամենակարևորը բանն է, պահը պետք է միշտ թարմ է։ Ես դրա համար են ինձ տկոխել մեկ ուսացրել, բայց սենց չի մնա, ժողովուրդն ինձ սպասում է։ Ես պիտի նորից միավորեմ մեր խորհրդային երկիրը, սոցլագերներն էլ հետը, պրոլետարներ, բոլոր երկրների միացեք, ուրա, ուրա, ուրա։ Ենքան էր սենց գորում իջև սանիտարները էլ չեն դիմանում, տանքցում էին իրա սենյակը սրսկում։ Բրավո, Ջիջի, ուրախ կյանք է եղել ձեր հետ, հոգեբուժարանում։ Չենք ձանձրանում, երեկոները հավաքվում էինք մեծ սենյակում ու սկսվում էր պատվերով ամերգը, մեկն ասում էր ծնունդս է, Մերլին Մոնրոյի նման երգի էլի, ու երգում էի։ Happy birthday to you. Happy birthday to you. Բրավո, Ջիջի։ Մյուսն էլ անուշի խելագարության արյան էր պատվիրում ու երգում էի։ Հետո էլ որ շատ էին խնդրում ներկայացնում եմ մի հատված Ռոմեո Ջուլիետից։ Սիրահարվածներ կային մեջները, հիվանդների։ Դերասանական գործունեության սկզբի փորձերը։ Հայրիկիս հետ հաճախում էի կինոթատրոն եւ դիտում էինք ֆիլմեր։ Անընդհատ հարցնում էի ինչպես է լինում, որ այս մարդը կարողանում է եւ բժիշկ լինել, եւ դասատու, եւ օդաչու եւ այլն։ Պապաս ինձ հուշեց, որ կարող ես պարզապես դառնալ դերասանուհի։ Այդ միտքը 5-ից 6 տարեկանից մտավ իմ գլխի մեջ։ Առաջին անգամ գնացել եմ քաստինգի Ֆրունզիկ Դովլաթյանի մոտ։ Կաստինգը տապալվեց իհարկե, որովհետև ես տանը շատ ազատ էի, բայց հենց հայտնվեցի այնտեղ պապանձվել էի եւ ոչինչ չէի անում։ Դովլաթյանն ասում էր բալիկ ջան, մի բան արա, երգի, պարի, խոսի գոնե։ Ես էլ վազել եմ հորեղբորս գիրկն ու սկսել եմ լացել։ Տարիներ անց ընդունվեցի մանկական պատանեկան խմբակ եւ այնտեղ սկսվեց իմ դերասանական կարիերան։ Մարիամ Դավթյանը խոսեց իր բնավորության եւ որոշումներ կայացնելու մասին։ Իմ կյանքում ես եմ արել կտրուկ որոշումներ։ Երբ երիտասարդ եմ եղել, քիչ եմ մտածել քայլ անելուց առաջ, հետևանքների մասին չեմ մտածել։ Ամուսնությունս եղել է վաղ տարիքում, հետո ուրիշ երկիր եմ տեղափոխվել։ Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ուղղակի ասում եմ, որ որոշումներ կայացնելը կտրուկ է եղել։ Իմ բնավորության գիծն է, ես սիրում եմ փոփոխություններ, ձանձրանում եմ, երբ մի տեղում եմ դոփում։ Ոչ մի բան չի փոխվում իմ եւ ստեղծագործական կյանքում։ Դերասանուհին խոսեց ամուսնությունից։ Առաջին սերն էր Ռոմեո ու Ջուլիետի կերպարներով։ Դեմ էին բնականաբար այդ տարիքում, որ մենք ամուսնանայինք եւ տարբեր ոլորտներից խավերից մարդիկ պետք է կազմեին ընտանիք։ Մաման, պապան շատ խիստ չեն եղել, հորեղբայրներս էին խիստ։ Մենք նույն շենքի տարբեր հարկերում էինք ապրում։ Մի օր ես տանից դուրս եկա, վազեցի ներքև։ Մաման վազեց հետևիցս, ասեցի եթե դուք ինձ չթողնեք, ես մի բան կանեմ ինձ հետ։ Դերասանուհին կարճ ժամանակ հետո ամուսնալուծվեց, ինչ ասեց նա այս մասին։ Ես պատկերացնում էի, որ պետք է ընդունվեմ ինստիտուտ սովորեմ։ Մինչ ամուսնությունը մտածում էի, որ կմեկնեմ Մոսկվա կամ Սանկտ Պետերբուրգ, այնտեղ կավարտեմ ուսումս։
Նույնիսկ 1 տարի առաջ պապայիս հետ շրջում էինք Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում հետաքրքրվում էինք ինչ քննություններ են պետք անցնել։ Պատկերացումներս բոլորովին այլ էին, մինչև այն պահը, երբ հանդիպեցի ամուսնուս։ Հիասթափություն է եղել, դա բնական է, որովհետև այդ տարիքում ընտանիքի մասին պատկերացումը և մենք կարելի է ասել երեխա էինք և չէր կարող լինել մեր պատկերացրածով, որովհետև ավելի շատ բնազդներն էին խոսում։ Մենք ծնողների հետ էինք ապրում և ծնողներն էին ավելի շատ թելադրում ինչ պետք է անենք և ինչպես ապրենք։ Ինձ դա բնականաբար դուր չէր գալիս։ Մենք մոտ 2-3 տարի միասին ապրել ենք։ Բաժանումն էլ է շատ ծանր եղել, որովհետև որոշում կայացնելը հեշտ բան չէ։ Շատ էի հիասթափվել։ Հանկարծ հասկացա, որ կարող է տանը մնամ և ոչ ինստիտուտ ընդունվեմ, ոչ աշխատեմ և էլի երեխա ունենամ։ Ես իմ ընտանիքում ուրիշ բան էի տեսել։ Երեխայի հայրն այսօր կապ ունի աղջկա հետ, թե ոչ։ Դերասանուհին պատասխանեց. Այո, միշտ էլ կապ է ունեցել։ Իր ծնողների հետ ես միշտ կապ եմ ունեցել, հայրն այլևս չկա։ Իմ նախկին սկիսուրն ինձ շատ է սիրում, ես էլ իրեն ու լավ հարաբերությունների մեջ ենք։ Այսօր աղջկաս հայրն ունի ընտանիք։ 2 անգամ ամուսնացել և 3 երեխա ունի։ Հիմա Հայաստանում չի ապրում, հնարավորություն չկա շատ տեսնվելու, բայց աղջկաս հետ կապ ունեն և լավ հարաբերությունների մեջ են։ Մարիամ Դավթյանն ունեցել է երկրորդ սեր, որից հետո չի խոսվել որևէ հարաբերության մասին։ Չի եղել արդյոք հարաբերություն, որ մտածի ընտանիք կազմելու մասին։ Ինձ համար մի ինդիկատոր գոյություն ունի, քանի որ աղջիկս սիրո պտուղ է եղել և ես միշտ ուզել եմ ունենալ երկրորդ, երրորդ երեխա, ինձ մոտ ցանկություն չի առաջացել, որ որևէ տղամարդուց, ում այդքան չեմ սիրում, ունենամ երեխա։ Այդ ինդիկատորն ինձ համար շատ կարևոր է եղել։ Բնականաբար ունեցել եմ հարաբերություններ, բայց ցանկություն չի եղել։ Ընտանիք կազմելու գաղափարն իմ մեջ եղել է, որ ես ունենամ ևս 1 կամ 2 երեխա։ Իր և աղջկա շփման մասին։ Ես աղջկաս հետ շատ մտերիմ եմ, փոքր տարիքից։ Մենք գաղտնիքներ չունենք։ Ես մտածել եմ իհարկե, որ կարող է իր կյանքն էլ չստացվի, բայց ինչքան վախենաս, այդքան վատ։ Դերասանուհու աշխատանքային գործունեությունից խոսելով 8 տարի հետո Հայաստան վերադառնալուց աշխատանքային դադարից հետո արդյոք դժվար չի եղել 0-ից նորից քայլեր անել։ Նա այդ մասին խոսեց։ Շատ դժվար էր, ես ունեցել եմ դեպրեսիաներ։ Վերադառնալուց հետո ուրիշ մասնագիտությամբ աշխատել եմ։ Երբ որոշեցի վերջ ամբողջովին վերադառնում եմ թատրոն և կինո, մոտ 1 տարի նստել եմ տանը։ Ինձ որոշ մարդիկ հիշում էին, բայց տեղ չէին տալիս։ Արդեն շատ տարիներ են անցել և բոլորովին չարություն չկա մեջս։ Սպասում էի ու մտածում միգուցե արդեն մեծ եմ, պառավել եմ, բայց ընդամենը 30 քանի տարեկան էի։ Մի կողմից ինձ ասում էին, որ հիմա ավելի տեղ են տալիս 18 տարեկաններին, կամ դու պետք է մնայիր։ Հետո ասում էին, որ հարգարժան Արմեն Խանձիկյանը ջղայնացել է, որ թողել գնացել ես ու վերջ։ Նա շատ խիստ է այդ առումով։ Մի խոսքով տարբեր լուրեր էին պտտվում շուրջս, և երբ հասկացա, որ վերջ, ինձ ոչ մեկ չի սպասում այնտեղ։ Գուցե դա էր պատճառը, որ ես գնացել եմ թատրոնից։ Ես չեմ արդարանում, բայց պատճառներ կային, որ ես այդ որոշումը կայացրեցի, ինձ չվերադարձրեցին։ Ես ընկել էի ահավոր դեպրեսիայի մեջ։ Ընդունվեցի Սունդուկյան թատրոն և 2010 թվականից մինչև այսօր խաղում եմ այնտեղ։ Ինչ աշխատանքներ է արել Մարիամ Դավթյանը։ Ամենաառաջին տարիներին, մինչև սկսեցի աշխատել իմ երկրորդ մասնագիտությամբ, աշխատել եմ որպես մատուցող, ծաղկավաճառուհի եմ եղել, տներ եմ մաքրել, խանութներում եմ աշխատել և ամեն բան, որ կարող էի անել առանց մասնագիտական հմտությունների։ Հետո սովորեցի երկրորդ մասնագիտություն և սկսեցի աշխատել գրաֆիկ դիզայներ։